Այս հիմա փափուկի վրա ենք նստած։ Ինչ ես կարծում, հələ։ Փափուկը։ Ինչ վերսիա կար, եթե ոչ փափուկ։ Փափուկի միանգամից փափուկն է եկել։ Ամեն ինչն է միանգամից եկել փափուկի լոգոն, անունը։ Սա միանգամից է եկել 45 րոպեի մաս բրենդինգ արվել։ 45 րոպե առաջ չկար փափուկը։ Չկար 45 րոպեվա մեջ, հա։ Ու հիմա տենց բիզնես դարավ։ Հա, բարձից սկսեց, դարավ դիվան։ Հետո այդ բարձը դրվեց դիվանի վրա։ Հետո դիվանն է դառնալով բաթուտ։ Կան մտքեր։ Դա, իսկ ինչքան վաղ տակա փափուկը։ 6-րդ տարին է արդեն։ 6 տարի է փափուկը։ 6 տարի հենց սկզբից փափուկ էր։ Հա։ Հա, սպիտը պուճուր էր, գնալով sense մեծ չափերի փափուկներ դարան։ Պուֆիկներ։ Բարձր էին, հետո դարձան պուֆիկներ, հետո փափուկ բազկաթոռներ, հիմա արդեն փափուկ մեծ բազմոցներ, մահճակալներ։ Ամեն ինչ ունեք։ Հա, ցանկացած տարածքի համար, հիմնականում անհարմար տարածքների լուծումների շատ լավ ձև է, որտեղ կոշտ բաները չեն մտնի։ Ու մեկել են մարդկանց համար է շատ իդեալական, ովքեր ծանր բաներ չեն սիրում։ Թեթև, փափուկ, հարմար։ Այս հիմա փափուկի վրա ենք նստած։ Ինչ ես կարծում, հələ։ Փափուկը։ Փափուկա չէ։ Փափուկա էսի։ Լավ բան է, փափուկը միշտ փափուկ է։ Փափուկը։ Կա ինչ-որ բողոքներ հաճախորդներից, որ օրինակ բրան բողոքում են, էլի քեզ գրում են, այս ինչը լավ չի։ Դե եղել է, որ կանայք են բողոքել, որ ամուսինների հետ կռվել են, գնացել են զալում քնելու, էլ տես մի 2-3 օր հետ չեն եկել։ Հենց մնացած առումներով ոնց որ գոհ են։ Այդ այն դեպքն է, որ ամուսինը ուրախ ալնում, որ կռվում են, որտեվ է թալվա դիվանին քնի։ Հա, հիմնականում դες թաքուն զանգում են 1-1 մերսի են ասում։ Այս փափուկները մի ֆորմով է թե լինում է փոխել։ Ֆորմաները հիմնականում ուղղանկյուն տարբերակներ, որտեղ դեռ տենց տեխնիկա լավ չունենք, որ կարողանանք կլորիկներ, մլորիկներ ստանանք կուպկաներից, բայց կարա լավ լինի։ Բայց ասենք կոլոտ մարդիկ ինչ են անելու այս։ Դե կոլոտ մարդկանց համար ցածր ենք անում, բոյով մարդկանց համար խորն ենք անում, այդ տենց փնթի մարդկանց համար մուկ էլի, հա։ Տատի համար խրուստալից։ Տատի համար խրուստալից։ Կրուժիվնոյ։ Փորիկները։ Պապի համար вообще կրասվորդի բանով կարա կանեք вообще։ Ինքը համնստի համելուծի էլի ոնց։ Կտոր ենք անում պապիի համար։ Տատին էլ ասեղնագործում է։ Որ պարապ չմնան։ Պապի տատին ստենց զբաղվում։ Իմ տանը փափուկ է դրած։ Իսկ ու տանն ենք, չէ։ Հա։ Լավն է տունը։ Ապրած։ Այս ուրեմն անին ինձ որս տունը տեղափոխվեցի փափուկից մի հատ բազմոցներից նվիրած լենսիրտունի։ Բայց ինձ գցեց կրակը, որովհետև իմի տղեկը գալի չեն հատում։ Դե դա կյանքս տղեկտես բան են։ Ինչ ճիշտն է, ճիշտ է, շատ եմ լսել, որ մարդիկ դադարում են մահճակալների վրա քնել փափուկից հետո, որտեղ ինքը ոնց որ տենց արդեն պատրաստի լավ որակի ներքնակա, ու դուք նաև ընտրում ես քեզ ինչ փափկության է պետք, էլի լավ փափուկ, տենց այն հիշողության, որ սենց պարկես սենց մարմինդ խրվի մեջը, թե սենց ակուրատ մի ձիգ փափուկ, թե սենց լավ փափուկի լեվելներ կա, հա։ Իհարկե, գալիս են տենց մարդիկ սենց մանրամասն կարակ նկարագրեք, մենք տարբեր տեսակի տենց մարդկանց։ Այսինքն կարա տենց բողոքել լինի, հա, տիպը Անի ջան, մենք սենց փափուկ չէինք ուզել, ինչ է։ Եղել է իմ չենք կարող այդքան գործի։ Բայց եղել է, որ ասում են, եղել է, որ հա, դրա համար տենց մենք կանչում ենք, հերթով նստացնում ենք, երկար նստացնում ենք, որ վստահ լինեն մարդիկ, նոր վերցնեն, հա։ Okay, քանի level է փափուկի, 3։ Իրականում շատ, բայց հիմնականում աշխատում ենք չբարթացնենք, 3-ով սահմանափակվենք։ Ես գիտես ինչ եմ նկատել, որ հյուրերի համար փափուկի այս բազմոցները շատ է իրանց կոմֆորտի մեջ գցում, ու իրանք սկսում են ոնց որ տանը իրանց զգալ։ Հա, ինքը հատուկ էլ տենց արված է,
ինքը հենց ընդհանուր քարոզում է ռելաքս վիճակը մարդու, դրա համար մենք հիմնականում շատ խորն ենք մեր բազմոցները անում, ասենց ուղիղ նստելու բազմոցները աշխատում ենք չանենք։ Ես դա նկատել եմ, որովհետև իմ հյուրերը ասենց գալիս են ու իրանց շատ տամպես են զգում, էլի, ասենք բոթասները հանում են, ասա որ մի քիչ լեն է, ասենց բերում են որ տամպես լրվում են, էլի։ Ինքը ստիպում Ինչը հայտի լավ չի անի, գալիս են չեն էթում ասում։ Մեզնից հասնում է խորան։ 10 րոպե նստենք, նստան 10 րոպեն դարավ կես ժամ, 5 րոպե նստենք, 5 րոպեն դարավ մի ժամ, առավոտը հելնում եմ, դնում հլստեն։ Դե կարա ասենց բարձիդ հետևը բան դրնես, ասենց մոտիկանա, ասես գան ասենց ուղիղ նստեն, հոգնեն։ Ես առաջարկում սաղին պրոստը մի հատ փափուկի բազմոց նվիրած, էլ չգան։ Էլ չգան։ Կանցես կարաս պուճուր փափուկներ ստեղ դնես, ասես հետները տանեն, տարուսիկներ փափուկի։ Take away փափուկ։ Բայց փափուկը հիմնականում տան համար են վերցնում։ Իրականում փափուկը ցանկացած այնպես տեղ է, որտեղ որ քեզ կարիք կա մի հատ ռելաքս պարկելու, փռվելու, որտեղ ինքը կարա լինի շատ փոքր չափսերից, այսինքն ինչ որ նեղ անկյուններից, օֆիսներ, արվեստանոցների համար է շատ իդեալական տարբերակ, երբ որ դու աշխատում ես ու ուզում ես նաև այնտեղ հանգստանաս, ինքը sense կուբիկների նման փակվում է, գրքի նման կարա փակվի, փոքր ինչ որ տարածք զբաղեցնի, ուտես մի վարքյանում ինչ որ մեխանիզմներ բաներ չունի, որպեսզի քեզ բարդ լինի կամ հավես չանես իրան բացես։ Մեկ էլ ես նկատել եմ, որ շատերը ուղղակի հենց դες բացել իրան պահում են, որտեղ ինքն հենց կոմֆորտ է ապահովում։ Դե որեն պարկում են, հետո ալարում են, հելնեն փակեն։ Հիմնականում էլ չեն ուզում, այն նամանավան մեր այդ կոմֆի բազմոցները, հիմնականում, Իսկ տարածքները կոնֆիները սրանք։ Համայրա քոնը պրոստը քո տարածքին համենակն է, ասենք քոնը կոմֆի ստրուկտուրան է հիմնականում, բայց քո համար մենք կարելի ենք ավելի խորը, բարձրի ֆորման ենք փոխել։ Այսինքն մարդ կարա գա, ասի այն ամենամինիմալ նույնիսկ իր պահանջները կոմֆորտի, տեխնիկական տեսանկյունից մենք արդեն լուծումները կգտնենք, ինքը զուտ է, ասենք իր կոմֆորտն է ուզում նկարել, ինչ վիճակ է ինքը ուզում։ Մենք այդ ռելաքս վիճակը արդեն այդ փափուկներով փորձում ենք ապահովել։ Իսկ տարածքները շատ ամեն տեղի համար, սկսած լուրջ հյուրասենյակներից, որովհետև տեքստիլներով կարելի է ստանալ որոշակի կլասիկ վիճակներ, մինչև ինչ որ loft ստիլի այդ տները ու նաև օֆիսներից, մանկական սենյակներից, բիզնես կենտրոններում շատ տարածված, որտեղ մարդիկ նամանավանդ IT ոլորտում շատ կարիք ունենան, հանգստանան, չէ, IT ոլորտում հիմնականում նստած են, էլի։ Ինքը իդեալական է, որտեղ դու դες ծալում ես, բացում ես, ինքը դառնում է մատրաս, այլ ոչ թե ուղղակի օրինակ պարկաթոռ, որը որ երկի այտենց հավես չի, ինչքան հարթ փափուկ տեղ պարկելա։ Ես գիտես ինչ եմ նկատել, այս փափուկի բազմոցները իմ մանկական երազանքն է իրականացրել։ Ես փոքր վաղ ուզում էի տան ասենց լիքը փափուկ բաներ, ու ասենց տարբեր տեղեր։ Իսկ էսի որ ասենց առանձնանում է դրվում աստեղ, ես ասենց օրինակ ասենց առանձնանում եմ ու դրա վրով եմ քայլում, ասենց որտեղ գետնը դե լավ է, չէ՞։ Գետնը լավ է։ Բանը, ասենց դա շատ կայֆ է, որ տոնի լիքը փափուկ տեղ կարողանաք իմ տունը 15 հոգի տեղավորվում է մի դիվանի վրա։ Շատ հավես է։ Ինքը իրականում սրա լավն է, որ օրինակ քոնը ասենց 2 մետր է, չէ՞, ինքը կարա լինի 2 հատ միլիմետր, ու տենց կարա լինեն տարբեր միլիմետրեր ու իրար վրա դրած կուբիկներ, ու դու կարա ասենց բացես ու քո ամբողջ տարածքը լինի փափուկ տարածք։ Ու հետո ուզենաս իրար վրա սաղ կարաս դասավորես ու տարածքը լրիվ ազատվի։ Ու իր թեթևության շնորհիվ ամեն րոպե կարաս սենյակը ազատես։ Առավելությունները իրականում շատ են։ Օրինակ, որ իմ ընկերները գալիս են իմ տուն, իսկ իմ ընկերների մեծ մասը ամփույթ է։ Դավո։ Շլդավon parkan da Vazgoka. Vazgo։ Այս վերջերս մի հատ դեպք եղավ, դրեկից մեկը պատական կամպոտ թափեց բազմոցի վրա։ Ես մտածեցի ինչ որ երկար պատմություն է, բայց թացանձրոցիկով սա անցավ։ Բայց դա ամենաուրախը ես չեմ, ամենաուրախը ընկերս էր, որ անցավ, որտեղ իր վզով էր տուն լվաներ, չէ։ Իր վզով էր։ Ինքը համտենց անցնում, կտորների մեծ մասն են տենց հեշտ մաքրվում, բայց այնքան հեշտ է իրենց լվանալը, вообще կարաս չանհանգստանաս, ասես մեծ ցեպերով իրան բացում ես, լվացքի մեքենայով շատ արագ լվացվում է, շատ արագ իմիջիալս չորանում են, հարթուկելու կարիք չունեն, նամանավանդ այս վիլվետային հիմիկա
տրենդային կտորները ու նաև իմիջիալս կարաս դու բավականին հարմար արժեքով, որովհետև մեր արդեն հաճախորդի համար մենք շատ հարմար գին ենք մշակել, նոր պաստառ էլի կտոր, նոր ձեռք բերես։ Ուրիշ գույն դառնա։ Ուրիշ գույն ու կարաս օրինակ նայ քոնը 2 կուբիկ է, կարաս որ կուբիկը զգում ես ավելի շատ է կեղտոցվում, օրինակ վերևին է, կամ եթե կոշիկներով են մտնում օֆիսային տեղա ներքևին է։ Այո, ընկերները մտնում են կոշիկներով։ Հա։ Կարաս 2 տարբեր գույների անես, հետո փոխ իրանց օգտագործես։ Իրա լավն է նա, որ ինքը շատ հեշտ է այդ process-ը, այսինքն չես ալարելու, մի անգամ հերիքա դու անես, կհասկանաս, որ բավականին հեշտ է, էլի։ Այսինքն բան, որ օրինակ վերցրել եմ ես մոխրագույն բազմոց, մյուս տարվա, ասենք, տրենդովի գույնը ֆուքսի ռոզովին է։ Ֆուքսի, հա։ Ես կարամ մյուս տարի փոխեմ ասի ֆուքսի ռոզովի։ Պայման։ Ֆուքսի։ Պատկերացրեցի ինձ ֆուքսի ռոզովի։ Ֆուքսի ռոզի։ Ձիվանի վրա նստած։ Ռոզի ված չէր, որ պատկերացրեցի։ Ահա։ Ֆուքսին են ֆուշիանա, չէ՞։ Ֆուշիա, ֆուքսիա։ Ֆուշիան։ Ֆուշիա։ Կարաս տակը ֆուշիանես, վերևը ֆուքսի։ Am չգլոս թե միտը կդնենք ֆուքսի ռոզովին վարն։ Իսկ էս ինչ է, պրոստը գուբկա մեջ, հա։ Նայ, հիմնականում փափուկի իմաստը որ ինքը իր ներսում ոչ մի կոշտ կամ աղքային մեխանիզմային հատվածներ չունի։ Կոնկրետ բազմոցները ինքը ամբողջական սպունգն է։ Ու մենք պրիտոմ շերտեր չենք անում, մենք հատուկ ամբողջական մարմին է, այսպես ասած, էլի։ Հիմնական առավելությունը նաև այն է, որ ինքը չի դեֆորմացվում, ինչ որ փոսեր չի ընկնում, մեխանիզմը չի փչանում։ Ու շատ թեթև է։ Ես մարդկանց տան դիվանները տեսել եմ, որ շատ ծանր է, որ չեն փոխում, որտեվ չեն կարում։ Ահա, կամ որ մաման թաքուն տենում է մարչի նայում, իրականում ասած ձեռով հանում է, հիմա կարա արխային սենց անի, մեկա թեթև է։ Արդեն կարա շատ թեթև։ Հա, ինքը այնքան հավես է, որ մենակ կանայք, դե մենք մենակ իմիջիալս աղջիկներ ենք, այսքան էս ամբողջը դուք իշ տեսնում եք, մենակ աղջիկներ են պատրաստում, էլի։ Հա, ու նույն ձևով էլ տանը կինը մենակով կարա բազմոցը ստեղից այնտեղ տեղափոխի, հյուրեր ունի, բազմոցը հանի դնի տակի դարակը, ծալի դնի դարակը։ Երեխեքը կարան իրանց սենյակի փոքրիկ, ասենք, բազկաթոռները ոնց ուզենան տեղաշարժեն։ Այսինքն սաղ աղջիկներն են սարքում էս։ Հա, սաղ աղջիկներն են։ Այսինքն եթե բանը դուք միայն եք տղամարդեք, գնեք փափուկից բազմոց, միակ տարբերակն է, որ աղջիկներ կպած լինեն ձեր բազմոցին, էլ ուրիշ տարբերակ չի։ Հատես մեկը միամիտ մեջը մեկը մնացած ալմիջ էլ աստառի տակ ցեպից կախված։ Բայց գիտես ինչն է համելավ, որ փափուկը ինչ որ կոպիտ 4 տեղեր չունի ու անցնելուց ճկոտը ճստխկացնում։ Հա, ու հիմնականում ճկուտների գոբաները շատ են ստացել։ Ճկուտներից նամակներ փափուկի էջին։ Ես իմ ճկուտներ։ Ես իմ ճկուտը երջանիկ ապրում եմ։ Հա, չէ, դա բանել հարթացումը չես կլորացել է, չէ, արդեն։ Դա յոգա մի քիչ արդեն երկար է, չջարդում է։ 3 օրը մեկ խփում ջարդում է։ Շատ խնդրել ես ճկուտերից լիքը նամակ ստանում է շատ լավ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ մի քիչ վախենում են, որ կոնցեպտը անծանոթ է, որտեղ вообще նորություն է համ համաշխարհային շուկայում, համ դե Հայաստանում ծանր են, չէ՞, մարդիկ տենց սովորեն, որ ինչքան ծանր, այնքան լավ։ Շատ ա եղել, որ եկել են ու տենց ինչ որ նայել են, լիքը ինչ որ բա դե թեթևա, բա կարողա կամ ինչ, հետո շատ ֆրում են գալիս են հիմնականում մարդիկ էլի դրան։ Փափուկները համահարմար է վարձով ապրող մարդկանց համար, էլի երբ որ շուշուտ տեղափոխվում են, շուշուտ տեղափոխումների համար իդեալական տարբերակ է։ Շատ թեթևա հարմար է, միանգամից արագ տեղափոխվում ասել։ Հա, հենց հիմնականում մարդիկ գալիս են այդ տարբերակով հենց գալիս են, հենց ասում են դրա համար ենք մենք եկել ու լավն է նա որ դու երբ որ տեղափոխվես ու քո ինտերիերին համապատասխան կտորը կարաս իրան բալյոբոմը փոխես հետո իր այդ մոդուլային լինելը դու կարաս առաջին հայացքից ասենք 3 մետրանոց բազմոցը բայց իրականում ինքը 3 տարբեր մասերի բաժանված լինի ու եթե հավաքա ինչ որ շատ լինում դու բաժանես մասերի ամեն մեկը իր առանձին բազկաթոռ ունենա եթե հետո մնում են քո տանը այդ ամեն մի բազկաթոռը դառնա ասենք 4 հատ քնելու հարմարակ բայց ինքը իրականում 3 մետրանոց ընդհանրապես բազմոց լինի։ Բա գինք ասես թե պլյուսներ դնեն կոմենտներում իմանա։ Ինչ։
պլյուսներ դնենք համընտրում գինը սենց ասեմ ստանդարտ տարբերակները մեր մոտ բոլոր արժեքները գրված են մենք պլյուսերով չենք աշխատում բոլոր արժեքները գրված են մեր արժեքները միշտ գրված է բայց ժողովուրդը սիրում է պլյուսերը դնել մենք էլ տենց ներվայն անում ենք դուք գրում եք արժեքները բայց իրանք պլյուսները դնում են պորտոտիր ավտոմատի վրա է այդ պլյուսը թվում է հա դա շատ լավ է գանով որ գինը գրում ես շատ եմ ներվայնանում հա գինը գրելը շատ է իրականում գինը չգրելը այնքանով է քչացնում ավելի հավանականությունը որ հաճախորդ ես կորցնում որովհետև մեկը ամաչում է հարցնի մեկը հավես չի անում հարցնի հա իսկ եթե ամեն հա թաքցնելու բան բնականաբար չկա հա ասես մտար տեսար թանկա չառար հա իհարկե հա ուզեցիր գնացիր հա ինքը հասանելի ամեն դեպքում այս մեր վերջին մոդելները նենց ենք մշակել որ հնարավորինս հասանելի լինի տենց բարձ հասանելի փափուկ կծումաճ հա օ իմիջալոց մեր այդ բաները հիշողության memory գուբկաները Ձեր այսինքն memory գուբկա այսինքն կարաս ոչ միայն նստես համ կարաս երեք վիդեո բան գցես չէ կարաս նստես ինքը քեզ հիշի հետո տենց գաք իրար հետ շփվեք դիվանից հետո ինքը քեզ հիշվենք հա հաճախորդ ունենք տենց առաջարկեցինք ասեցինք նստեք այդ հիշողության սպունգի վրա ասենց ինքը դե նստում ես որ վերես կենում քո տենց ֆորմաները մնում է ասենց նստեց վեր կացավ նայեց այդ ֆորման ասեց բայց ես չէի ուզում որ ինձ հիշեր ձեր բազմոցը շատ սենսիրուն հիշում է հետո դաժե ուրիշ մարդիկ են հա տենում ոնց է հիշել հետո կարաս գասի դու էլ իր հետ հիշես իր կողք հիշեք շատ կայֆ է ես կետ ոնց է հիշում ինքը տենց սպունգը այդ օրթոպեդիկ մատրասներ լսել ես այդ այսի օրթոպեդիկ մարտը դու կարաս ընտրես ես գիտեի օրթոպեդիկ բառը ավելացնում է պլյուս 100,000 իրականում ավելացնում է 100 չի ավելացնում շատ ավելի քիչ է ավելացնում բայց ինքը ապահովում է այդ մեջքի խնդիր ունեցող մարդկանց այդ էլ մատրաս գնելու կարիքը չի լինում այսքան հատուկ օրթոպեդիկ պատկերացրու եթե դու այդ ձևով գնացիր այդ memory գուբկայով գնացիր ինքը համարային նույն արժեքին է ամբողջ բազմոցը ինչ որ դու գնաս մի հատ այդ օրթոպեդիկ մատրասներից վերցնես չնայած դա ասում են որ ճիշտը դա պրուժինաներով բաներով լինի բայց այստեղ հիմա կարևորը ինքը քո մարմնի ֆորմայի ընդունելու հարցն է եթե դու լուրջ խնդիրներ չունես բայց ես քեզ ասեմ շատ մարդիկ էլ կան որ հենց գալիս են այդ կոշտ են ուզում այդ էլ իր կոշտ փափուկը ինքը էլի սաղ փափուկունքն է բայց ինքը sense ձիգ կոշտ տարբերակ է մեզ մի քիչ կոշտ էլի անհարմար անի ջան որ չկարնանք էլի նստենք ցավդ կա տենց տարբերակ իրական տարբերակները շատ են իսկ ապշը փափուկը ինչ պրոդուկտներ է արտադրում նա ինքը սկսել է բարձից հետո բարձից դարձել են պարկաթորները, գիտես, բիմբեգերը, ասում փուֆիկ, քխիկ։ Իսկ ձեր բան են, ձեր փուֆիկները բանը են, որ ճահիճ փուֆիկներ են, որ նստում չես կարող հայերենաս։ Հա, ուղղակի քո չափերին համապատասխան ճահիճ պիտի ընտրես, օրինակ եթե մեծ չափի մարդը պուճուր ճահիճ է ընտրում, անհարմար է, դրա համար հա, օրինակ, այդ շատ կարևոր է, տարբեր չափերի սարքում ենք։ Մենք անգամ տես փուֆիկ ունեինք, տունը papan նստել էր, տունը մարդ չկար։ Ուշ եկանք տուն, տեսանք հələ նստածը չի կարում հելնի։ Հա, կա տենց հարց կա, որ վրայից։ Բայց մենք նաև գիտես ինչ ենք մշակել, որ ինքը այդ նույն պուֆիկի հումքն է, այսինքն այդ շարիկներն է մեջը, բայց ինքն այնց ֆիքսված բասկաթոռ է, որ դու նստում ես իր վրա փափկությունը կա, բայց դու չես խրվում։ Ասենք այդ այն մարդկանց համար որ վեր կենալ իրանց համար խնդիր է, այդ բասկաթոռներն կան։ Գիտենք անց դրանից ցելես նվիրը։ Հա? Դրանից ցելես նվիրը։ Չէ, ես քեզ բանն եմ հենց պարկաթոռ եմ նվիրել։ Հա, բայց դա հարմար էր։ Հա, այն էլ, հա, հարմար էր, դե որտեվ դու ծնկներդ չի ցավում։ Ծնկներդ չի ցավում, չէ՞։ Որտեվ ծնկներդ չի ցավում։ Ծնկներդ չի ցավում։ Հոդացավ չուտես։ Բա ուրիշ ինչ տեսակ կա։ Մահճականներ էլ ենք անում, բայց մի քիչ պետք է շատ համոզեն, որ անենք, աշխատում ենք հիմնականում չանենք, մի քիչ երկարատևում։ Մեղր բերան մարդիկ կան, որ կարող են լավ համոզեն։ Բայց գիտես ինչքան ա եղել, որ մեզ համոզել են բաներ, որոնք կատեգորիկ չենք ուզեցել անել, հա, իսկապես։ Անի ջան, մի հատ մեր հայաթը ֆուտբոլի դաշտ սարքեք։ Գալիս են դպրոցների տնօրենները, բաները, բազեր երեխեն մի օր կգա մեր դպրոց, բան մի օր մենք ձեզ օգտակար կլինենք։ Բժիշկներ միշտ պարտադիր նշում են, որ իրենք բժիշկ են, որ միանք մեզ պետք կգան անպայման։ Մի օր անի ջան
Street կունենաք, գաք մեզ մոտ։ Մենք ձեր փափուկի կարիքն էլ կլինի, որել է։ Ձեր փափուկն էլ մեր կարիքը կզգա, չէ։ Հասնենք ձեր փափուկին։ Դուք էլ փափուկի կարիք կունենաք։ Այո, դուք ձեր փափուկով մեզ հասեք, մենք ձեր փափուկին կհասնենք։ Իրականում ինքը լավ կոնցեպտ է այն իմաստով, որ քանի որ ինքը պիտանի պրոդուկտ է, համարը բոլորին պետք է, այնքան հավես է համագործակցելը։ Մենք օրինակ շատ դեպքերում աշխատում ենք գումարային համագործակցություններ չանենք, այսինքն ամեն ինչը լինի փոխադարձ, այսինքն ես իմ պրոդուկտը տամ, մարդիկ իրանց հին ժամանակների պես։ Ես շատ կուզեմ մի օր գործը գլրիվ գնա դրան ու նամանավանդ այս փափուկը խի է ինձ ոգևորում, որտեղ ես հասկանում եմ, որ լիքը տեղ ինքը պետք է գալու։ Օրինակ ուր գնում եմ, կոշտ տարածքներ է լինում, առաջինը այդ փափկացնելու մասին է։ Շատ լավ բան ես ընտրել, որտեղ ասենք բոլորը նստում են։ Հասկանում ես, մենակ մի հոգի կարա չառնի կոմոտից այս բան բազմոցից, դա սումերկի տղեն է, որ չի ոչ քնում է, ոչ նստում է։ Ինքնաթ չառնի։ Այդ իրան կարանք բարձ անենք, ոնց պատին հենվի բար։ Չկա տենց մարդու, մենք փափուկ չենք կարող առաջարկել։ Այդ անգամ բոլորը նստում են որտեղ։ Շատ լավ բիզնեսի միտք ունես։ Ինքը ավելի շուտ պիտանի լինելու կոնցեպտն է մեզ անդադ առաջ մղում, որտեղ այն շնորհակալությունները, որ ստանում ենք, այդ մի հատ sense էներգիա է տալիս, որ սա կարող մտնենք սաղ թիմով, տեսակ բանսս նամակներ իրար ենք ցույց տալիս, բանը որ իմիջիալս մենք շատ խիստ ենք աշխատում, գիտես ոնց է մեր մոտ հիմնականում, մենք sense ենք աղջիկներով, դու սա կտանեիր տուն Եթե ուսանց անկեղծ իրանք իրանց այդ հարցը տալիս են, չէ, ուրեմն ապրանքի այսքան ցանկացած թերություն լուծվում է, նոր ուղարկվում է, հա մենք դրա համար խի մենք շատ ինչ որ քայլեր չենք անում շատ լայն արտադրություն տալու, որովհետև այդ ժամանակ էս անհատական հավես մոտեցումը կորելու է։ Իսկ sense մի տեսակ մենք ամեն մի հաճախորդի հետ sense որ փուճրիկ երեխու նման ընկնում ենք այդ ամեն մի ընթացքը սարքելու, sense կարող անդադ քննարկենք, հիշենք այդ մարդը ոնց էր ուզում, ինչ էր ասում, նույնիսկ հարցում ենք իսկ ինքը տենց ինչ կարող է հանկարծ sense բանից նեղվի կամ sense անենք ավելի իրան լավ կզգա, այդ հավեսը, որովհետև Դե մարդկային հարաբերությունների մասին է ինքը, դու մենակ իրը չի այդ ժամանակ։ Դրա համար դու քեզ հաճախորդ ես ձեռք բերում երկար ժամանակով։ Երևի ինքնանպատակը հիմնականում տենց չի, բայց փաստացի տենց է դուրս գալիս, մեր հաճախորդների մեծ մասը հետ է գալիս։ Հա, կամ գոնե նվերի տեսքով է հետ գալիս, կամ եթե տուն է նվերի տեսքով, բանտիկով հետ է գալիս, Կամ ինչ-որ նոր տոն առնում գալիս են նոր դիվանի հետևից։ Նենց լավն են մեր հաճախորդները, Արմեն չես պատկերացնում, հա, շատ փափուկ են, շատ մեզ նման են, ասենք այսքան տարվա մեջ կարող է 10-ից 15000 մենք հաճախորդ ենք ունեցել, ես չեմ չափազանցում, էլի։ Լուրջ թիվ է ինքը իրականում այդքան մարդ տարբեր 10-ից 15000 երջանիկ հետև։ Հա, երջանիկ տուտուզիկներ փափում։ 10-ից 15000 Հա, ու sense իրանց vibe-ը ավելի է մեզ ոգևորում, որ ինչ-որ community է փափուկ ձևավորվում, ու այս վերջերս նույնիսկ գիտես ինչն եմ սկսել ուշադրություն դարձնել, ով է մեզ follow լինում, առաջ այդպես պրոստը թվից է ուրախանում, որ մարդիկ, իսկ հիմա որակը, ասենք սա ինչ-որ նկարիչներ, արվեստագետներ, սա ինչ-որ փախած հավես մարդիկ են, հա, ու դու հասկանում ես, որ ուրեմն եթե իրանց այս մարդուն սա հետաքրքրել է, ուրեմն ինչ-որ, հա, ճիշտ ուղղվել ես։ Ահա, դրա համար աշխատում ենք իր այդ տունիկ վիճակը դեռ պահենք, էլի ինքը չդառնա տենց ինչ-որ շատ մասշտաբային, չնայած կարող է տունիկը մեծ տունիկա դառնա, ինքն էլ մասշտաբային է էլի լինում։ Դրա համար քանի հələ մենք Աստված տա առաջ։ Ամեն, Արմենս, Արմեն։ Արմենս, Արմեն։ Ամեն։ Ամեն, Արմենս, ամեն։ Ամեն, Արմեն, ամեն։ Okay, լիղդելը։ Մենք գիտես չէ, մենք մեր մի ցուցասրահում, որտեղ նաև արտադրությունն է կատարվում, այնտեղ բանալիով միշտ դուռը փակ է, մեր հաճախորդը գալիս է, զանգը տալիս է, որ մտնի, որովհետև մարդիկ գիտեն, որ այդտեղ փափուկը կա ու գալիս է։ Մենք էլի օքեյ ենք, ուղղակի շատ դեպքում սենց կարող է գան սենց երեխեքը սենց բանը, հետո հասկացանք, որ հա, դրա համար զանգը տվեք նոր մտեք թրեք պուֆիկների վրա։ Մի քիչ բարդացրել ենք այդ ճանապարհը։ Ֆիզիոին լիվեր ֆիզիոին։
Աստղային չասը տալիս։ Այս չէ միջալից մեր կտորների, օրինակ այս կտորը ինքը տենց անտիվանդալնի կտոր է, այսինքն ինքը թելեր բաց չի թողում, հեշտ լվացվում է։ Ես էդ էի ուզում ասեի, իմ փեսոն դες պուջուրա ու հələ տենց շատ լավ իրան չի մաքրում։ Քսմսվում է բանին։ Ու սենց գալիս է ինքը դիվանին քսմսվում է ու դա շատ մարդ կամ փեսապահներ ամեն դեպքում կարող է ինչ-որ կամ ինչ-որ բանանի ու շտի շատ հարմար է որ հեշտ լվացվում է այսի պրոստը, որտեղ դրա մյուս լուծումը ես շատ չեմ սիրում, այդ որ կտոր են գցում։ Հետո ոնց որ առնում ես սիրուն բազմոց, բայց ինչ որ անհասկանալի տատի կտորով փագում ես այդ բազմոց։ Դրա համար միշտ կարելի է այդ հավելյալ պաստառը վերցնել, եթե օրինակ բաց գույնի մեջ է, առօրյայում կարաս մուկը դնես, եթե տենց հյուրեր ունես ուզում ես թիթիզանաս, ոնց որ ես, տենց բացես, բաց գույնը լինի։ Իմիջիալոց կենթանիների մեծ մասը տերերը հաճախորդներ ասում են, որ առաջինը որ փափուկը բերվել է, տենց պարտադիր գնում են վրան նստում են ու չեն հելնում։ Կատուները։ Հա։ Երևի զգում են, որ շատ սիրով ենք պատրաստ։ Իսկ բանը ձեր on-line shop-ը թե խանութ է ունեք։ Չէ, on-line shop որպես այդպեսին չկա, մենք ունենք կայքը Instagram-յան, Facebook-յան եւ TikTok-յան էջերը, բայց հաճախորդի համար ունենք 2 ցուցասրահ։ Մենք իրան այդքան որպես խանութ չենք համարում, որտեվ մենք մեզ ավելի շուտ ստուդիա ենք համարում, որ մարդը գալիս է ու իր պահանջներին համապատասխան մենք սարքում ենք։ Դրա համար ունենք Այսինքն դուք այդտեղ ունեք առկա տարբերակներ, որ գալիս են, փորձում են, ստուգում են։ Աշխատում ենք այդ որ ես ասում էի ձեզ Արմեն, այդ տարբեր կոշտությունների, փափկությունների բազմոցներ են, բոլորով պատրաստած ունենք 2 ցուցասրահ, արտադրամասինը փոքր է, բայց ամեն մի մոդելից պուճուր դրված է։ Ինքը կենտրոնին ավելի մոտ է ու մետրոյի մոտ է, եթե այսքան մարդուն ավելի հարմար է, ինքը կարա գա այդտեղ։ Իսկ եթե ուզում ավելի մեծ տեսականի տեսնի ու մի քիչ մի 5 կիլո, ոյ։ Իսկ եթե խնդիր չի մի քանի կիլոմետր ավել գալ, Այրացիայում ունենք մեծ ցուցասրահ, պուպուշ, սիրուն, այնտեղ դրված է արդեն տարբեր գույների, կարան գան արկայել ձեռք բերեն, կարան գան պարկենել, ուղակի։ Իմիջիալոց մենք միշտ հենց հիմա էլ եմ ասում, որ գալիս եք մի ամաչեք, մենք հատուկ այդ ամեն ինչ արված է, որ գան, ես մեկ ասում եմ պարկեք այնքան, որ դուք զգաք այդ, որ պարկում ես երկար գոնե 10-15 պարկեք մի հատ ապրեք։ Բարձր։ Իսկ լումա ասենք մարդու կնի գալիս են, դու ասում փորձեք դե հա, փորձեք չենք նայում փորձ։ Լսի, տենց մի քիչ ամաչում են, բայց հələ ես չեմ հանձնվում միշտ։ Առաջարկում եմ ամեն դեպքում։ Դե ոշն փափուկի հասցները Ճպ-ճպ արենք, հա։ Ճպ-ճպ որ ասի ջոգեր, yəni մի հատ ճպ-ճպ, սենց ես այդ մոնտաժով հեսա կանենք հետո։ Ճպ-ճպը եղավ չէ։ Կա չէ ասցները։ Իսկ այդ պարկաթորները կլինի պուֆիկ ասեմ, էլի պարկաթորը ասում չեմ ուզում նստել։ Սկզբում, երբ որ նոր ես գործը սկսել, ինձ դուր չէր գալիս այդ պուֆիկ բառը, որտեվ համաշխարհային բանով պուֆիկը այն պուջուր բաներն է։ Այսինքն բինբեգերն են, կրեսլոմիշոկ կամ ռուսերենով չէ։ Իր համար իմաստենով ինքը պարկ է։ Ու որ ասում էին պուֆիկ, մեկ-մեկ փուֆիկ, մեկ-մեկ քխիկ, մեկ-մեկ դմփիկ, բա ես պայքարում էի որ հաշլակ բավունь, բայց դիտոքում հանձնվեցի, որտեղ մարդկանց մեծ մասը все-таки պուֆիկա ասում։ Հա, դե պուֆիկա։ Պուֆիկները միշտ այդ հարցը կա էլի, հարմար է ինքը թե հարմար չի տոգում, որտեղ լիքը պուֆիկներ կան հարմար չեն։ Դա արդեն ավելի ինչ-որ անհարմար բան է, ձեր փափուկինը ոնց է։ Նայ, ինքը սենց է, դրա չափը շատ կարևոր է։ Ու մոդելը։ Մենք օրինակ ունենք մի մոդել, այդ տանձանման մոդելը, որը որ բավական հայտնի մոդել է, ինքը որ կողմից ուզում ես նստի, իր վրա, ինքը քո ֆորման ընդունում է։ Բայց շատ կարևոր է, որ օրինակ մարդը իմանա ոնց է, այդ շատ կարևոր է, որտեղ ինքը ունի մեջքի հատված ու ներքևում, մարդիկ շատ դեպքում գնում են մեջքի վրա, նստում են։ Մենք տենց միշտ ցած ցույց ենք տալիս, ես տարբեր ձևերով ընկնում եմ պուֆիկների վրա, մի հատ մաստեր կլաս եմ անում, այդ դրանից հետո անհնար է մարդուն անհարմար լինի։ Ունենք նաև մյուս տարբերակը, որ ինքը նստատեղը բարձր է, եթե դու համակարգչի վրա ես աշխատում, չես ուզում շատ հետ գնաս, ինքը շատ չի պարկում, մեր Scarlett մոդելն է։ Ու ունենք նաև Այսինքն պուֆիկի վրա ասես մի քիչ ձիգ ես նստում, հա, դասական։
քո պուֆիկը, ինքը այդ բարձրն է, որ ինքը ունի կոնկրետ նստատեղ, ֆիքսված։ Պուֆիկը որ նվիրել ես, այդ պուֆիկը ցած նստում ես ու շատ չես այդում մեջ։ Ու ցած մի քիչ բերամ ուղիղ դիրքով ես նստում։ Կաշի է, իմիջիալոց շատերը կաշիները չգիտեմ, խիեր մտածում են ինչ որ շոքել, մրսելու բան, բայց ինքը շատ հարմար բան է պարկաթոռի համար, շատ այնց ձիգապահում, ու մենք նաև ունենք մեծ լավ, փիսոտ։ Հա, նս։ Վայ։ Լսի։ Ընկեր։ Всё։ Արմենը կատվից հոտ է քաշում։ Ան փիսոյիդ մի հատ փափուկ սարքենք։ Սարքենք էլի փիսոյին մի հատ փափուկ։ Փիսոյին մի հատ փափուկ սարքենք։ Մենք որոշել էինք սարքենք մի հատ փիսոյի։ Նույնի, շատ բուջուրը։ Հա, լավ էտի շատ բուջուրը, մի քիչ մեծ գոնե։ Հա, вообще մեծանալու։ Իմիջիալոց Ժողովուրդ ջան, լավ թեմա է։ Դուք կարող եք գալ, մենք այտենց առանձին լինիա չենք անում, բայց եթե ձեր բազմոց ունեք, ուզում եք ձեր ֆունտիկն էլ ունենա։ Կարակ նույնից հա պատվիրեք, տենց համ մեզ հավես կլինի, մենք կուրախանանք, համ ֆունտիկը։ Շատ լավ, իսկ կարող բանը, ես մի ով որ ես մոտակա վախտերը մի հատ բազմոց առնի, մի հատ այդպես բուջուր իրականացվի նվեր տակ։ Կարելի է, քեզ օրինակ, չէ։ Ունեք Բայց պարկաթոռը ասեմ երրորդը, մեկ էլ մենք ունենք երրորդ մեծ պարկաթոռները, այդ մեգի մոդելն է, ինքը արդեն այն տարբերակն է, որ դու սենց ինչ չափի ուզում ես եղի, ոնց իր մեջ ընկնես, ինքը շատ հարմար է։ Ուղղակի նայել եմ ասում, եթե վեր կենալու հետ կապված խնդիր կա, ասենք տարեց մարդը կամ առողջական ինչ-որ խնդիրներ մարդ կա, մենք դրա համար մեր այդ բլումի բասկաթոռներն ենք մշակել, իմիջիալոց մինչև ստացել ենք իրան հոգիներս սելելա։ Կստացի պատմեմ ոնց ենք էլի մենք պրոդուկտը ստանում, դե 0-ից չէ, մենք նույնիսկ չենք իմացել ինչա պարկա։ Ես այն վաղ դաժե research չեմ արել, որ անկեղծ ասեմ, այտենց ինչ-որ ստացանք, մեջը լրիվ ուրիշ հունք լսրեցինք, սս նստացինք կպանք գետնին, հետո ինչ որ հասկացանք, այսինքն այն անում թափում ենք այնքան, ինչև մեր ուզածը ստանում ենք, որտեղ չունենք օրինակ, որ կարանք այդ օրինակից վերցնենք ու նույնից ստանանք, դրա համար միշտ մեր ձեռագիրը կա։ Եթե նույնիսկ ինչ-որ կոնցեպտուալ է տիպի մոդել աշխարհում կա, մենք քանի որ մեզնով ենք իրան անում, ինքը միշտ տենց ինչ-որ յուրահատկությունը ունի։ Ու իր լավը այն է, որ մենք մեր հաճախորդների հետ ենք աշխատում, ասենք մի անգամ հայ իմիջիալոց Ուրեմն ներողություն խնդրեմ էլի բոլոր այն հաճախորդներից, ովքեր ընկել են այդ էքսպերիմենտալ շրջանի մեջ, ու մի հատ դեպք պատմեմ, որից ամոթից գետինն ենք մենք ուղակի մտել, ուրեմն այս մեր կոնֆի բազմոցները, որ sense գյաձև բարձր ունեն, մենք սկզբում հասկացանք, որ հենց սկզբից հասկացանք, որ իր մեջ ուղակի այդ փափուկ սինցիպոնը քիչ է, որ գյաձև հայերեն գյաձև, sense հա ռուսերեն գյաձև, հայերեն բանի պլենդուզի անկյունաձև, որ փափուկ եթե ինքը լինի, սովորական բազմոցների նման, всё-таки ինքը գնալով բարձր լղկրթում է։ Ու ես հիշեցի, որ տատիկս որ մութակիներ էր սարքում, գիտես այդ մութակիներ են խողովակաձև ռոլեր բարձր է, ասենց հա։ Իրանց մեջ այդ տեխնիկա որ կտորներ են լցնում, որ ինքը կոշտ լինի։ Ու մենք այդ առաջին անգամը տենց որ արեցինք, լցրեցինք, ասինք որ վատ չի, լավ է, ու տենց կտորներ խառել սինցիպոնի հետ լցրեցինք, որ ինքը ամուր ու ծանր է, ինքը ապահովում է ծանրությունը։ Ու այդ առաջին 2-3 բազմոցի ժամանակներն էր ու ոնց որ տենց անցնում է 1-2 ամիս հաճախորդներից մեկը չգիտեմ դաժե էսի հետո կպահենք էսի թե չէ, բայց ու հաճախորդներից մեկը նկար է ուղարկում, որտեղ ինքը սենց բացել է այդ ինչ որ բանի ներսը իրան խանգարել է, բացել է ու սենց այդ կտորները մենք այն ժամանակ չէինք հասկանում, որ պիտի նույն տիպի կտոր, նույն հաստության, ինչ որ հատուկ մենք ինչ որ տենց մանր-մունր մեր կտորները լցրել էինք մեջը, ու ասած էս ձեր զիբիլի վեդրոն թափել եք մեր բազմոցի մեջ, ու սենց նկարը, որ նայում ենք իսկականից զիբիլի վեդրո, ոնց որ որտեղ բանանի կլեպեք էր, որտեղ տարբեր գույների կտորներ էին ու տարբեր հաստությունների կտորներ էին ու ինչ որ սենց քաոս էր այնտեղ ահավոր էլի գնում։
ու այդ օրվանից հետո մենք հատուկ կտոր ենք, այսինքն մենք մնացորդ կտոր դրա մեջ չի, մենք հատուկ կտոր ա գնվում դրա համար, ապարատ ենք առել, որ հատուկ ֆորմաներով այդ կտորիկները կտրվի, որ եթե նույնիսկ մարդը մի օր բացի իր բազմոցի ներսը քանդի, այնտեղ sense սիրուն, իդեալական, ինչ-որ sense ֆորմաներ լինի, դες որ մենք ներողություն ենք խնդրում մեր բոլոր այն հաճախորդներից, ովքեր հա իրականում այդ էքսպերիմենտալ Դա նորմալ է, ինչ է, դուք ընկել են։ Միշտ փորձում եք ավելի լավը դառնալ, դա շատ նորմալ է։ Հա, մենք հա իրականում անընդհատ ու даже նույն մոդելը չի լինում որ հələ որ կանգնես, քան նույնիսկ այս կոնֆին արդեն քանի մոտ մի տարի է մենք անընդհատ իրան նույնը պրիտոմանում ենք, բայց անընդհատ լավացնում ենք, էլի։ Հա, այս հորսարը շատ լավն է։ Ինչ լավ է, շատ ուրախ եմ կյանքս։ Նա օրինակ ես եթե մարդ ուզում է լավ խորը լինի, ինքը կարա պրոստը երկու հատ sense կուբիկ վերցնի իր բարձերով, նախ ինքը շատ ավելի մաչելի է լինում։ Հա, իմիջայլոց, եթե բյուջեի խնդիր կա, միշտ թող գան, ասեն մեզ։ Մենք լուծումներ ենք գտնում, որ օրինակ այս նյութը կարելի է չանել, այն կարելի է չանել, ու դրանով գինը կարա ավելի քչան, այսինքն պետք չի ամաչել, պետք չի թող գան, մարդիկ ուղիղ ասեն մեզ, որտեղ միշտ տարբերակներ կա։ Բայց բանը չէ, էլի Անի ջան, 5000-ի մեջ ինչ կարանք անենք, տենց ինչ։ Լսի գալիս են, ասում են 10000 դրամի մեջ մեզ ինչ բասկաթոր կարա։ Մեզ ինչ մի հատ տուն կառաջարկեք։ Գիտես ո՞նց են նեղանում։ Շատ փիս։ Չարեցիր, հա, չարաչարկեցիր։ Բարձ ենք առաջարկում դիվանի փոխարեն։ Գո գնում։ Հայ միջայլոց փափուկը բավականին լավ նվեր է, որտեղ մենք ինչ որ sense կոնցեպտ ենք մշակել զմեր պապիկի պարկի, որ կարելի է պարկաթոռը տենց իր մեջ դնել, տենց հիմնականում շատ հավես է, որ մարդը սկզբում չի հասկանում ինչ է նվեր ստացել, տենց ինչ որ մի հատ մեծ կլոր iPhone է ստացել, ուղղակի դնում է ականջին, sense խշում է, էլի։ Հա, լավ նվեր է իրականում, որ նվերային ուրախան է։ Հա, մենք նվեր քարտերել ենք անում, ինչում ինքը տենց լավ տարբերակ է։ Եթե բան ունեք, եթե ինչ-որ մեկը Secret Santa ավանգելած կարաք փափուկից։ Մամաների համար լավ նվեր է, մեր բարձերը շատ։ Տնեցիկին պետք է կոմֆորտնի բաներ նվիրարելի, կոմֆորտի մեջ որ իրանք լինեն։ Իրական բոլոր տարիքի մարդկանց առաջ մեծերին չենք կարողանում այդտեղ մտցնեինք, բայց հիմա այնպես մոդելներ արեցինք, որ նաև տարիքով մարդկանց է հարմար, երեխեքին, տղամարդկանց էլ, այսինքն միշտ եթե չգիտեք տղայի նվերը, աղջիկները գիտեն էլ ինչ բարդ թեմա է, չգիտես ինչ նվիրես, ինձ թվում է պարկաթոռը բավականին չկա տենց մարդ, ինձ թվում է որ չի սիրի էլի։ Պուֆիկ։ Հաստատ։ Հա։ Ճաշակային տիպ մոմենտ չկա էլի որ տիպը հա չէ իմ արտակս չի սիրում նստել ինքը։ Ինքը հենվել է սիրում։ Բարձը կա ու կա հենվելու համար չէ։ Ու ինքը մեկ էլ հիմնականում փափուկը գիտես որ տարածքներն է, որ ոչ մի տիպի լուծում չես կարողանում գտնել այդ նեղ արանքները ինչ որ կահույք տեղավորելու, փափուկը շատ հարմար տարբերակ է ու բացի նրանից որ դու կարաս քո ուզած չափերով անես, այլ դու որ, չգիտեմ, որ րոպեին պետք լինի քո բազմոցը դառնա պատ, դու իրան թեքում ես շատ հեշտությամբ, ինքը տարածքը ազատվում է։ Այսինքն կարան գան ասեն, տիպը Անի ջան, մենք ունենք ստեղ 80 սանտիմետր տեղ։ Հենց տենց են գալիս մարդիկ մեր մոտ սենց։ Անի ջան, տնից սենց գալիս են։ Ձերով գալիս են, հա, սենց բան, կռիվ անելով բան, որ աղա ես քեզ չասի, քիչ ես կո։ Օ գիտեք ինչ կռիվներ ա լինում մեկ-մեկ։ Ավտոբուսի մեջ սենց մարդիկ։ Միջով հասնում։ Տեղ ա տալիս կողքի կգաս սենց անելով։ Չափ կնիկա էլի։ Մորքուր ջան, ասի մի վարքյան պայս տանում էլի։ Կամ մորքուրով ա չափում էլի մի հատ։ Գիտես ինչ կռիվներ են բաց լինում փափուկում, ասենք գալիս են ամուսիններ են ու շատ այնց անհավանական ու մեր մոտ հիմնականում քանի որ այնց մտերմիկ վիճակ է հիմնականում այնց բացվում են բան որ արդեն դիվանի նստած են կռիվանում բան այնց դե փորձում են էլի խոհանոցից բան մեկը հա մի հատ եթե կարելի է դիվանին կռվենք տենանք էլի եթե օքեյ կառնա Մենք էլ քանի որ սաղս դες կանանց թիմ է բան այնց միշտ կանանց են այդտեղ պաշտպանում կներեք Չէ լավ կատակ ենք անում, մենք աշխատում ենք ում ճնշում են, իրան այդտեղ պաշտպանենք։ Հա, բայց շատ դեպքերում չէ ուրախ բարիշած գնում են։
Եթե չնվարում, ցանտում կնստեն մի քիչ հետո բարիշ։ փափուկից հետո բարիշում են, հա։ Հայ միջալից այդ կոնֆի մոդելը չկնե մարդիկ հենց իրան տենց օգտագործում են, թե չէ, մենք աշխատում ենք մեր նկարներով, վիդեոներում դա ցույց տանք, բայց ինքը հենց մտերմության մասին բազմոցա, որովհետև դու իրան որ բացում ես, այդ բարձերը գայաձև իրար դիմաց ես դնում, մենք իրան conversation mode ենք ասում, որ տենց ինչ որ մտերմիկ վիճակների կարտ խաղալ, գինի խմել, մենք նաև sense հավես ձեռքի աշխատանք փայտեր ունենք, մի քանի կոշտ բաներ ունենք իրականում, աքսեսուարներ, օրինակ այդ փայտերը ինքը կարող է դնել վրան, ինքը տենց քեզ փոքրիկ սեղանի կապահովի։ Խոսքով այդ մտերմության մասին ամեն ինչ փորձում ենք փափուկի մեջ պահենք։ Չիլի մասին է, էլի փափուկ։ Չիլի մասին, ահա։ Ու շատ հավես է, որ մարդիկ գալիս են իրանց ինչ որ իդեաները մեզ տալիս են, ու եթե տրամադրությունները լավ ալինում իրականում, որովհետև շատ բարդ է նոր մոդելը ստանալ, բայց երբ որ զգում եք, որ մարդը սրտան sense ուզում է փափուկից ինչ որ մի բան լինի, նենց հավես է հաճախորդի հետ ստեղծագործելը։ Այսինքն մենք այնտեղ որոշում ենք թևի հաստությունը ինչքան լայնքի ելնի, ինքը համակարգիչ է այդտեղ դնելու, всё-таки թե մուտիկն է դնելու թևից, հա, իհարկե։ Հայ ցա հաշվի առնվում։ Հա գալիս են մարդիկ, ասենք ինքը բոյով մարդ է, օրինակ խոշոր մարդ է, մենք պարտադիր չենք անտեսում այդ պահը, ինչ ընտրեց։ Մենք անպայման մի հատ իր ֆիզիոնոմիային մարդու նայում ենք, ասում ենք եկեք ձեզ всё-таки բարձր անենք, էլի բազմոցը։ Հա, որտեվ առաջնայինը всё-таки այդ ույուտ, կոմֆորտ վիճակը ստանալն է, որ հա, որ մարդ ամեն անգամ վրան նստելուց ինքը հա հիշի, որ շատ այդպես բանի մասին է փափուկը։ Դաժե սարժկում դեռ ձեր բիոյում ինստայում սենց գրեք բանը, փափուկը, լավն է փափուկը իրականում, հա, փափուկը լավն է, մենք իրան այդտենց սիրում ենք։ Բիոյ մասախ գրած։ Հա, չէ։ Վերջը։ Իսկ բանը գույները, լիքը գույներ ունեք։ Ինչ ուզեք, մի 1000 տեսակի կտոր կա իրականում, բայց մենք հասկացել ենք, որ եթե մեծ աշատ ընտրությունը ժողովուրդը խառնվում է իրար, այնքան ինքը հոգեբանական պահեր է մշակվել այս տարիների ընթացքում։ Մինչև գույնը ընտրում են տեղափոխվում են տնից արդ։ Գիտես ինչ կռիվներ ա եղել, կամ ասենք եղել է մի բան ընտրել է զույգը, հետո ամուսինը կամ կինը զանգել ասլա մի ինչ ենք ասի, բայց խնդրում են մյուս կողմի կանեք, պայման է որ բայց գիտեք չէ, մենք մեկային մյուս կողմի զանգել ենք, ասում ենք որ ուրեմն ձեր կինը մեզ թաքուն զանգել է։ Հետո դες մեկի աշկի տակը կապտած եկել են, բայց Մարդու հիմնականում հա։ Հա հիմնականում եթե ճնշումն է լինում ասենց հարցերում, հա տղամարդիկ են ճնշվում ավելի։ Հա գլոբալ էս կյանքում իտոգում մեկա վերջը էտա։ Ֆեմինիստական արտահայտությունները։ Չէ, մենք ֆեմինիստ չենք իրականում, որ մենակ կանայք ենք, ուղղակի կանանց հետ ճիշտ ասած հեշտ է աշխատելը։ Առաքիչները տղամարդիկ են, չնայած ամենասկզբում ես եմ առաքումներ արել, նա դեպք պատմեմ, սկզբում ես համ առաքին ու ամեն ինչը ես էի անում, բացի կարելուց, մնացած ամբողջը ես էի անում ու պարկաթորները ես էի առաքում, տենց հիշում եմ հենց այս քո տան դիմաց, հենց դիմացը ստեղ, սենց սարյանի վրա, սենց այդ պարկաթորը սենց ուսից դրած գնում եմ, եկել մի հատ պապիկ մոտիկացավ, այ բալա ջան, այս դու որտեղ ես աշխատում, ես գալու եմ դրանց, նա ինչ անեմ, ես ով է էսի դրել քո գլխին է, որ բանը ես դե պապի ջան գործ անում ենք էլի։ Սազեր որ քո բիզնես։ Հա չէ, ես տենց չեն, ես գնում էի, ասում էի, առաքում էի, հետո ասում էի, որ խնդրեմ մեր տնօրինությանը կասեք, ամեն ինչ լավ էր, առաքումը օքեյ էր, բայց դե ասեք, հա, ու վազում էի, հետո հեռախոսը պատասխան էի, չէ՞, ասկի տան հեռախոսը։ Ու փոխվում ես բան, ես եմ էլ։ Հա, տենց իրականում շատ կամ ասենք հեռախոսազանգերի, որտեվ դե հոգեբանական պահ է, որպեսզի բրենդը լուրջ թվար, շատ տենց բան կներ, որ մենակ ես եմ։ Իրականում որ առաքիչը գալիս է ու սենց դու ես, դա բավականին լուրջ բրենդ է։ Հիմնականում բան է, սենց չեն առաքիչները էլի։ Սենց չեն։ Հիմնականում սենց չեն։ Բայց հավես էր իրականում շատ հավես էր, որտեղ դու որ տեսնում էր ամիջապես, այդ ժամանակ խանութ չունեինք, որ տենց այդ մարդկանց ռեակցիաներ այդ ժամանակ չկար ընդհանրապես պարկաթոր, ու դու չես պատկերացնում ինչ երջանկություններ, որ ասենք տանում էր մի հատ ջահել 17-10 տարեկան աղջիկա, տենց պուֆիկը սոսոր տալիս է իրան, տենց գիտես ինչ էմոցիաներ ենք տեսել, որտեվ ու հենց դրա համար շատ երկար ժամանակ ես ինքս էի ուզում տանած լինեի, բայց դա հետո հասկանում ես, որ ուղղակի ես վերջապես թինգը կտամ։ Հա, ու չկար այդ ժամանակ, մենք բայց նկարներով բաներով տեսել էինք ու տենց շատ ուրախ էին, որ տենց հա
այդ էմոցիաները էլի ստիպեց երևի որ ես այդպես գնալով ավելի շատ տարբեր բաներ մտածեմ, որտեվ ամենահավես իրականում մարդկանց էմոցիաներն է։ 99%-ը դրական է եղել, մեծ մասամբ դրական է, շատ ուրախ եմ այդ արդի։ Համը բանա, փափուկը բացա համագործակցությունների, չէ՞։ Հա, իրականում եթե ինչ որ նենց տեղա, որտեղ որ կարելի է վերացնել вообще փողի շրջանառությունը, որտեղ մենք աշխարհ այնքան է թանկացել, որ եթե կարանք մենք մեր ստեղծած պրոդուկտներ իրար հետ փոխելով ապրենք, մենք խնդիր չենք ունենալու ֆինանսի։ Դա միանշանակ էլի արդեն դա մեզ ապացուցել պետք չի, սա բոլորս դա արդեն հասկացել ենք։ Դրա համար եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ինչ-որ մի բան կարա մեզ առաջարկի, մենք միշտ լիքը տարբեր տեսակի փափուկներ ունենք համապատասխան։ Այդ փոխանակելու կոնցեպտը շատ կայֆ է։ Ինքը շատ լավ բան է։ Եթե ինչ-որ հետաքրքիր բան ունենք, որ մտածում ենք, որ կարակետտակ ու փոխարեն վերցնենք բազմոց, ինչ-որ փափուկ կամ ինչ-որ բան։ Այնչ որ տենց սկսենք բարձր լսնեմ տոպրակի մեջ գնամ փափուկ, չէ՞։ Փափուկ։ Շում գրեք փափուկի աջին։ Գրեք։ Դե արդեն ասացի, որ բոլորս աղջիկներ ենք։ Շում դեր խանութից լավ հոտ է գալի, հա։ Հա, իրականում շատ սենց, հա, նուրբ վիճակներ է մեր մոտ։ Ու շատ ցած թիմային հավես վիճակ է էլի ստացվել ու երևի որ կամ ինչի համար շատ շնորհակալ եմ, որ նույն ձևի են վերաբերվում, ոնց որ ես բոլորը ասենց քթիմազ, ինչի ճիշտն է ճիշտը, մի քիչ չափից դուրս կարող է քթիմազություն անենք, բայց ինքը նորմալ որակ է ապահովում։ Ու մեկ էլ գիտես ոնց են, ասենք մեր այդ աղջիկը մի հոգի առանձին հաստիկ ունենք, որ մենակ սարքում է այդ բարձերը, ամեն մի հատ այդ բարձը մեծ որ սարքում ենք, ինքը համարը կեսօր դրա վրա գնում է, ինքը ասենց պետք է մանր դասավորվում է ներսը, հավաքվում է այդ առաջին հայացքից որ տեսնում ենք ինչ ուղիղ վիճակներ, շատ բարդ է դու ուղղակի այդ փափուկ բամբակիկով դա ստանաս։ Դա մեր որ ասում եք կտորով դա հավաքում ենք, դու չես պատկերացնում այդ աղջիկը ամեն իր բարձը սենց ստանալուց հետո սենց սաղից կանչում է, սաղը սենց մի հատ նայում ենք սենց որ ջան է որ հա սենց այդ տենց է որ սենց սիրում ենք բոլորս, հա ու այդ դրա համար հիմնականում շատ չեմ ուզում որ շատ սենց ինչ որ մեծ վիճակներ լինի, որ մենք տենց այդ դետալների վրա կարողանանք ուրախանանք, որտեվ ես վստահ եմ, որ այդ էներգիան մեր այդ բազմոցով, այդ կահույքով հաստատ փոխանցվում է մարդկանց։ Միանշանակ։ Հա, ու ինքը հաստատ մեզ էլ ինչ որ մի ձևով հետ է գալի ու տենց պտտվում է էլի այդ ամեն ինչը։ Խոսքով ինքը իդեայի մասին է փափուկը, ինքը շատ տենց փափուկ իդեայի մասին է ու շնորհակալ ենք իրականում, որ այս վերջին մի տարում այնքան շատ է գնահատվել փափուկը, որ sense մի հատ լրիվ ուրիշ sense մեզ բան տվեց, որ էլ ավելի լավ հավեսով աշխատենք։ Ապրեք ուրեմն դուք։ Հա, դուք էլ, Արմեն ջան։ Սա ապրեն ուրեմն դե ինչ ասենք։ Ապրենք փափուկի վրա ապրենք։ Փափուկի վրա։ Փափուկի վրա ապրենք։ Փափուկ ապրեք։ Էսի ես ու դավոն ենք մոնտաժ։ Հա, կանեք դուք դզեց։ Հա։ Պապիների համար է բաց էլի։ Խի։ Կարող են հենց քնեն չզարթնեն։